Սիրելի հայրենակիցներ, ելույթս վերնագրված է Հայ ազգային կոնգրես դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ և համաձայնեցված է դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների հետ, ինչը նշանակում է այս ելույթը կոնգրեսի միասնական տեսակետն է։ Հայ ազգային կոնգրեսը թերևս Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Իր քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում կոնգրեսը թե տեսական, թե գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջև դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր։ Առաջին, ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը և երկրորդ, սահմանադրական կարգի վերականգմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։ Վերջին 4 տարիներին վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետևանքով իր դերև են ելել իշխող կուսակցության և գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները։ Բոլորը Հայաստանի համախառն ներքին արդյունքը և պետական բյուջեն նվազել են 11%-ով 4 տարվա ընթացքում։ Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը։ Երկրի արտաքին պարտքը $1.5 միլիարդ հասել է 3.8 միլիարդի։ Գումարային գնաճը, այսինքն ապրանքների թանկացումը, կազմել է 37%, իսկ պարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները աճել են 46%-ով։ Դրամը արժեզրկվել է շուրջ 25%-ով։ Դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան $1 միլիարդ։ Այս աղքատ չքավոր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ $5 միլիարդ։ Այսինքն այն ժողովրդից գողացված փողերը, որ գոնե Հայաստանում ներդնեին, տանում են արտասահմանով են ներդնում։ Մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին, Ամերիկային, Ֆրանսիային, նրանց չափ կապիտալ են արտահանում մեկ շնչին ընկնող չափով։ Կոռուպցիայի ինդեքսով, այսինքն թալանի ինդեքսով, Հայաստանը աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը։ Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը և մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին։ Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի, սրանք պաշտոնական թվերն են։ Վստահ եմ, այդ աղքատության տոկոսը շատ ավելի բարձր է Հայաստանում։ Պաշտոնական տվյալներով, էլի պաշտոնական, Հայաստանից այս 4 տարվա ընթացքում արտագաղթել է 120,000 մարդ։ Հանցագործությունների և ծանր իրավախախտումների թիվը 8,000-ից հասել է 16,000-ի 4 տարվա ընթացքում։ Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի։ Շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային և դեկորային վնասվածքներ, իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում։ Խաղաղ պայմաններում
4 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը բանակում տիրող արատավոր բարքերի և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով։ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների և անհատ ծրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ 1 տասնյակ դատական գործ։ Պատգամավորների 58%-ը կոպտորեն խախտելով սահմանադրությունը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հեռացվել են աշխատանքից։ Ավելի քան 100 անգամ Երևանի քաղաքային իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաքների իրազեկման ընդդիմության ներկայացրած դիմումները։ Արտոնված հանրահավաքների օրերին իշխանությունները սիստեմատիկաբար փակել են Երևան մտնող մայրուղիները և խափանել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Եվ վերջապես արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները, հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։ Քիչ թե շատ ժողովրդավարական որևէ երկրում նման խայտառակ ցուցանիշներ արձանագրած իշխանությունը ոչ միայն չէր համարձակվի մասնակցել ընտրությունների ու կրկին հայցել ժողովրդի վստահությունը, այլև վաղուց տապալված կլիներ։ Ոչ մի արժանապատիվ ազգ այսպիսի իշխանություն չէր կարող հանդուրժել։ Ինչպես շատ ավելի անմեղ թերացումների համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տապալվեցին տասնյակ եվրոպական կառավարություններ։ Այսպիսի ավազակաբարո իշխանություն և դաժան լուծ Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում չի տեսել, հավատացեք, ես պատմաբան եմ, ես սա հաստատաբար եմ ասում։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը և գայթակղվելով 5000 դրամ ընտրակաշառքով իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման ու դրա համար իրենից բացի որևէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա։ Այս իշխանությունն է, որ ժողովրդի հավատն է հայցում։ Ինչին հավատան, սա չէ ձեր 4 տարվա գործը։ Չունեիք 4 տարի, որպեսզի այն բոլոր խոստումները, որ այսօր տալիս էիք, կատարեիք։ Եվ ավելին, դուք այն մարդիկ չեք, որ հավատ բառը պետք է օգտագործեք։ Դուք հավատապիղծ եք։ Երկրում տիրող իրական վիճակի բացահայտումն ու վարչախմբի մերկացումը համարելով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը, կոնգրեսը, ինչպես արդեն ասվեց, դրան զուգահեռ հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլընտրանքային ծրագրեր մշակելու և դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բնագավառներում Հայ ազգային կոնգրեսի որդեգրած ռազմավարությունը արտացոլված է հետևյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում։ 100 քայլ սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր հրապարակվել է 2010 թվականին։ Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ կրկին 10 թվականին, կենսաթոշակային բարեփոխման ծրագիր կրկին 10 թվականին, հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր 11 թվականին, մշակութային մանիֆեստ 11-ին, ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ 12 թվականին, ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ կրկին
այսուհետև բոլորը 12 թվականին։ Բարձրագույն կրթության և գիտության զարգացման հեռանկարային ծրագիր, դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ, արդյունաբերության զարգացման ծրագիր, գյուղատնտեսության խթանման ուղղված հրատապ միջոցառումներ։ Նշված փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են իշխանության գալու պարագայում Հայ ազգային կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը և նոր ժողովրդավարական Հայաստանի կերտման իրատեսական հեռանկարը։ Հասկանալի լինելով, որ որևէ նախընտրական ծրագրում անհնար ու թերևս նաև ավելորդ է վերարտարծել վերոհիշյալ ծավալուն փաստաթղթերի ողջ բովանդակությունը, Հայ ազգային կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա փոխարեն հասարակությանը հստակորեն առանց մասնագիտական տերմինների, մարդկային լեզվով ներկայացնել այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով սեփական, ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձևավորելու պարագայում կոնգրեսը պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջաններում։ Եվ այսպես, առաջին, հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զարթել է ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետևանքով անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության և քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը։ Հաջորդը, ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի և 2008 թվականի մարտի 1-ի ոչռագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով։ Հաջորդը, ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների և հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս առաջիկա 2 տարվա կտրվածքով։ Հաջորդը, հիմնավորապես վերանայել իր պաշտոնեական պարտավորություններում սիստեմատիկորեն թերացած, հետևողական անսկզբունքայնություն դրսևորած և հասարակության աչքում լիովին վարկաբեկված սահմանադրական դատարանի կազմը, որը արդարադատության գերագույն ատյանի կոչմանը հակառակ դարձել է ավազակապետության հնու հնազանդ կամակատարը կամ պարզ կցորդը։ Հաջորդը, ԽՍՀՄ խնայ բանկերի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմսեր, դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ կրկնակի ավելի արագ և կրկնակի մեծ չափով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։ Հաջորդը, արտագաղթի վնասները նվազեցնելու և ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500,000 դրամ, երրորդ երեխայից սկսած մայրերին վճարել 1 միլիոն, իսկ 5-րդից սկսած 1,5 միլիոն դրամ։ Ինչպես նաև դեգնացեք բոլորդ երեխա ունեցեք։ Ինչպես նաև 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։ Հաջորդը, անցնել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները,
այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Թող քաղաքացին ինքը ընտրի, որ բժշկի մոտ է ուզում բուժվել։ Իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել համախառն ներքին արդյունքի առնվազն 3%-ի չափով, ներկայիս 1.6%-ի փոխարեն։ Հաջորդը օրենքով սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ հնայի առնվազն 1%-ի չափով։ 2013 թվականին հնայի 1%-ին հասցնել նաև գիտության պետական ֆինանսավորումը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացնել 0.25%-ով։ Հաջորդը արմատական փոփոխությունների ենթարկել ընտրական օրենսգիրքը, նրանում մասնավորապես ամրագրելով հետևյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա 500,000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձևավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը եւ այլն։ Հաջորդը արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը։ Երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետևանքների վերացման ոլորտով։ Ուրիշ ոչ մի մասնակցություն բանակը Հայաստանի ներսում չի ունենալու։ Թող գնա Բաքվում գրավի, միշտ գլուխ են գովում։ Հավաքների մասին օրենքում վերացնել բյուրոկրատական կամայականությունների դուր բացող երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձևակերպումները եւ խիստ պատասխանատվություն սահմանել հավաքների ազատության իրավունքը ոտնահարող պետական պաշտոնյաների նկատմամբ։ Հաջորդը գյուղատնտեսության խթանման եւ գյուղացիության վիճակի թեթևացման նպատակով ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորապես կընդգրկի հետևյալ մոտեցումները. գյուղատնտեսության վարկավորման տարբերակված նորմատիվների սահմանում, պետության կողմից առմեկը 4-րդ ամսի 2012 թվական գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի եւ գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, որպեսզի գյուղացին վերջապես ազատվի միջնորդներից, գյուղացիական տնտեսությունների կողմից նաև մանրածախ շուկաների հիմնում, սերմացուի, թունակիի կատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ավելացված արժեքի հարկի կիրառում, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում։ Հաջորդը հրատապ միջոցառումների նույնպիսի մի փաթեթ անհրաժեշտ է ընդունել նաև արդյունաբերության զարգացման եւ արտադրության խթանման համար, նկատի ունենալով մասնավորապես նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանումը, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութարկից, ինչպես նաև շահութարկից կանխավճարներ կատարելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ։ Հաջորդը հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի չի կարող գերազանցել շուկայի 33%-ը։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ պետական եկամուտների կոմիտեն հանել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մարմինների ցանկից եւ վերականգնել որպես նախարարություններ
կառավարության կազմում նրանց նախկինում ունեցած կարգավիճակը։ Հաջորդը օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել ավելորդ վարչական օղակները եւ էապես կրճատել վերջին 14 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների եւ ազգային ժողովի աշխատակազմերը, սակայն ոչ թե նշված մարմինների շարքային աշխատողների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվի հաշվին, իսկ կրճատումների հետևանքով խնայված միջոցները ուղղել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներ։ Հաջորդը Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական գործունեությունը անշուշտ չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով։ Թեկուզ առաջնահերթ դրանք ընդհանրապես ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը, իսկ որպես զգուշացում լինելով սկզբունքային ընդդիմություն, կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։ Սա մեր ծրագրերի հիմնադրույթներն են, որոնք ես ինչպես ասացի ներկայացնելի եւ սրանք ներկայացրի, բայց սրանք իրականանալի են այն դեպքում, երբ որ մենք, ինչպես ասացի, ոչ թե մտնենք, այլ լուրջ ծանրակշիռ ներկայություն ունենանք խորհրդարանում։ Բայց սա դեռևս մոտ ապագայի խնդիր է, բայց այսօր կա մի գլխավոր խնդիր։ Այսօրվա ամենագլխավոր խնդիրը, որից կախված են եւ առաջիկա բոլոր ընտրությունների ճակատագիրը, եւ եթե կուզեք հայ ժողովրդի ճակատագիրը, դա չարաբաստիկ ընտրացուցակներն են, որոնցում այսօր արդեն ընդգրկված են ոչ թե 500,000, այլ 700,000 Հայաստանից մշտապես բացակա քաղաքացիների անունները։ Անցյալ ընտրությունների համեմատ այդ ցուցակը ավելացել է 185,000-ով։ Սա Վովա Գասպարյանի նվերն է Սերժ Սարգսյանի, ցույց տալու համար, որ ինքը Ալեքս Սարգսյանից շատ ավելի հանճարեղ նախարար է, որ 4 տարում կարողանում է ընտրողների թիվը 185,000-ով ավելացնել։ Սա ես կխնդրեի շատ լրջորեն վերաբերվել այս փաստին։ Իմացեք, ընտրությունների կեցման գլխավոր ռեսուրսը այս ընտրացուցակներն են եւ բացակա քաղաքացիների անունները։ Անգամ այդ ընտրակաշարքը, բռնությունները, ծեծ ու ջարդը այս իշխանությունների համար հաղթանակ երբեք չեն ապահովել։ Ոչ 98 թվականին, ոչ 2003 թվականին, ոչ 2008 թվականի ընտրություններում, նրանք պարտվել են, ջախջախվել են, բայց ընտրությունների ավարտից հետո երբ փակում են տեղամասերը, ինչ հանրահաշիվ ասես նրանք կարող են անել, ի հաշիվ այդ բացակա քաղաքացիների։ Ինչու չեն հրապարակում ստորագրված քվեաթերթիկները, ընտրացուցակները։ Դա այն ժամանակ մեր օրենքում կար։ Ռոբերտ Քոչարյանի առաջին գործը եղավ օրենքից այդ դրույթը հանելը։ Բոլոր այն դրույթները, որոնք իրենց ձեռնտու չեն, նրանք ուղղակի դուրս են շպրտում օրենքից։ Օրենքից հանվեց, մեր ժամանակվա օրենքից հանվեց, որ յուրաքանչյուր տեղամասում թեկնածուն կարող էր ունենալ 2 վստահված անձ։ Դա էլ հանեցին, դա իրենց ձեռնտու չէր։ Օրենքում կար, որ արտասահմանում քվեարկություններ էին տեղի ունենում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը 98 թվականին արտասահմանյան քվեարկություններում խայտառակորեն պարտվեց Կարեն Դեմիրճյանին։
Դրանից հետո մի քանի ամիս անց նա այդ դրույթից շպրտեց դուրս այդ օրենսգրքից։ Ուրեմն ասում եմ, մնացել է մեկ ռեսուրսը, եթե դա էլ այս իշխանությունների ձեռքից վերցնենք, այս իշխանությունը երբեք չի կարող երազել որևէ ընտրության ժամանակ հաղթանակ տանելու մասին։ Բայց որքան էլ այս հարցը մենք բարձրացրել ենք, արդեն 5 տարի շարունակ, միայն մենք չէ, այսօրվա 4-րդ իշխանություն թերթում կարող եք կարդալ իմ նախկին ելույթներից մի հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ 2007 թվականին ոչ միայն մենք, այլ նաև միջազգային դիտորդները եւ ամերիկյան դեսպանատունը այս հարցը լրջորեն բարձրացրել են Հայաստանի իշխանությունների առջև, ուղղակի նշելով, որ սա է կեղծիքների բույնը, դուռը, եւ այս հարցը պետք է լուծվի, բայց չգիտես ինչու 2007 թվականից հետո միջազգային դիտորդներն են, ամերիկացիներն են այս հարցը մոռացան եւ այլևս դրա մասին ընդհանրապես չեն խոսում։ Ուրեմն իմ խնդրանքը ինչ է, ես ինչու եմ այս հարցի մասին այսքան շատ խոսում։ Սա դուք պետք է համարեք ձեր գլխավոր խնդիրը եւ ես բոլոր լրագրողներին, քաղաքագետներին, բոլոր կուսակցություններին, ովքեր շահագրգռված են արդար ընտրություններով, կոչ եմ անում ձեր բոլոր հանդիպումների ժամանակ արտասահմանցիներին, արտասահմանյան դիտորդներին, դեսպանատների աշխատակիցներին անընդհատ պնդեք այս հարցը, անընդհատ պնդեք, որպեսզի վերջապես նրանք այդ բանը հասկանան։ Եվ եթե այդ հարցը չլուծվի, ուրեմն նոր կեղծված ընտրությունների մեղսակիցը կդառնան նաև միջազգային դիտորդներն ու արտասահմանյան դեսպանատները։ Ես վաղը հանդիպելու եմ ԺՄԻԳ-ի ղեկավարի հետ եւ այս հարցը ամենայն լրջությամբ նրա առջև դնելու եմ։ Ինչ արդյունք կլինի, կախված է հենց ձեր ակտիվությունից։ Ես գտնում եմ այստեղ շատ մեծ բան ունենալու ժուրնալիստները, լրագրողները, ռմբակոծեք ձեր հարցերով բոլոր դեսպանատները, բոլոր դիտորդներին եւ վերջում մի բան ու վերջ։ Մենք մի քանի տարբերակ ենք ընտրել Հայ ազգային կոնգրես դաշինքի ընտրական կարգախոսի։ Ես նախընտրում եմ հետևյալը. ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին։ Շնորհակալություն։